Պարոն Սարգսյան, խնդրեմ ներկայացնեք, թե ինչ է այսօր կատարվել, իմացանք, որ խոզարկությունների մասին է խոսք գնում, նաև ձեր տանը։ Այսօր առավոտ 8:00-ի սահմաններում ԱԱԾ աշխատակիցների հետ միասին քննչական կոմիտեի քննիչները ժամը 8:00-ի սահմաններում եկան տուն, ներկայացրեցին դատարանի որոշում, որով պետք է խոզարկություն անեին տունը։ Ընդհանուր այս process-ը կարծում եմ եւ համոզված եմ կապված է երեք, որ իշխանական թևը ինչ-որ պլան էր գցել, այդ պլանի հետ կապված կատարել են խոզարկություն, նոր ավարտվել է խոզարկությունը, հստակ ասեմ, որ դա իշխանությունների վախն է, հասկանալով, որ մեր հայրենասեր ժողովուրդը պատրաստ է եւ չի ուզում այն ինչ որ կատարում է այս երկրում լինի, մեր պայքարը արժանապատվության, հայրենիքի, եկեղեցու համար է եւ կարծում եմ այս գործողություններով փորձում են լռեցնել, բայց հստակ եւ վստահաբար ասեմ, իմիջիալոց սա իմ համար սովորական երևույթ է, այս 6 տարիների ընթացքում մի քանի անգամ sense process-ների մեջով ես անցել եմ եւ ասեմ, որ այս ինչ որ անում են, դրանով մեզ չեն կարող լռեցնել։ Փաստացի 3 ժամ եւ ավելի այո իրականացին, չէին խնդրում, ինչ գտան, որևէ բան արգրավել են թե ոչ։ Երեխաների հեռախոսն են արգրավել, պլանշետն են արգրավել, մեկ էլ մի քանի փաստաթուղթ, որը այն ինչի մասին իրանք խոսում են, դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ինչ փաստաթուղթ ասում։ Չիմանամ, անուններ էր գրած, որը вообще այս գործի հետ կապ չունի մեր Սիսյանի փողերի տարածքների հետ կապված անունները, դրանք են արգրավել, ուրիշ ոչինչ չեն արգրավել։ Իսկ տեղեկությունն եք ձեր ընկերներից, հա, սակցական։ Ճիշտն ասած նոր եմ դուրս եկել, ոչ մեկի հետ չեմ կապնվել, բայց դատարանի որոշման մեջ անուններ կային գրված, բնականաբար այսօր վստահ եմ, որ էլի շատ մարդկանց տները խոզարկություն են իրականացրել։ Իսկ այդ պլանի հետ կապված, որը 3 հրապարակվել էր, ինչ կասեք դուք։ Այս պլանը ես երեք Facebook-ից եմ իմացել, որ տենց պլան կա, դա աբսուրդ պլան է եւ ես վստահաբար ասում եմ, որ իշխանությունն այդ պլանը գցել երեք, որ այսօր այս գործողությունները իրականացնի։ Դա ընդհանրապես իրանց երևակայությունն է եւ ես նորից վստահաբար ասեմ, որ մեր պայքարը շարունակվելու է, որտեղ մեր պայքարը մեր հայրենիքի, կրկնում եմ, մեր արժանապատվության, մեր եկեղեցի, մեր լինել չլինելու համար է եւ այս գործողություններով ոչ միայն ես, մեր ամբողջ պայքարի ժողովուրդը պայքարելու է մինչև հասնելու իր նպատակին։ Պարոն Սարգսյան, ասացիք երեխաների հեռախոս, կասեք քանի հեռախոսի եւ քանի պլանշետ։ 2 հեռախոս են տարել, մի հատ պլանշետ։